Բարև ձեզ Factor TV հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արվելագետ Արմեն Պետրոսյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Թրամփի ուղու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին, այն ՍԴ է ուղարկվելու սահմանադրականության որոշման հարցով, նաև Guardian-ն էր բրիտանական գրել, որ Triple+ առևտրային հիմնադրամը կղեկավարվի ԽՍՀՄ-ի քաղաքացի նախկին այնտեղ ծնված, բայց հետո իհարկե Չիկագո տեղափոխված ամերիկացիներ դրող Սոկոլովի կողմից նաև պետդեպն է հայտնել, որ սահմանային եւ մաքսային գործառույթները Հայաստանի վերահսկողության տակ են մնալու ամերիկյան ICOM ընկերության ներկայացուցիչներ ուսումնասիրել են թրիփի տեղանքը, արդյոք այս process այն մասն է, որ թրիփը չի ձախողվի եւ կիրագործվի, թե անսպասելի ինչ-որ իրադարձություններ կարող են այն խափանել։ Այս պահին եղած տեմպը նախագծի հետ կապված մենք տեսնում ենք, որ մի քանի ուղղությամբ ակտիվ ուրեմն աշխատանքներ են տարում, որոնց մասին դուք խոսեցիք արդեն, թե իրավական հարթությունում, թե տեխնիկական հարթությունում, թե վարչարարական առումով, հա, բոլոր ուղղություններով աշխատանքներ տարում են, նաև օրեր առաջ ամերիկյան փորձագիտական խումբեր Հայաստան ժամանել, այսինքն գետնի վրա աշխատանքները տանելու, նաև եւս քննարկումներ, աշխատանքներ տարում են, բացի այդ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւս առանձին գործընթաց է պլանավորում առնվազն երկաթգծերի մասով, որոնք այս պահին Ռուսաստանի վերահսկողության տակ են, կառավարման ներքո են ռուսական ընկերության, որպեսզի նաև Ռուսաստանի քաղաքականությունից եւ կամքից կախված չլինի ընթացքը նախագծի, այսինքն ընդհանուր ապաշրջափակման նկատի ունեմ, այսինքն գործ ունենք այն հանգամանքի, որ ընթացիկ փուլում TRIP նախագիծը երևի թե հնարավոր ողջ տեմպով առաջ է ընթանում, իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, տեսեք, երկարաժամկետ հեռանկարով կանխատեսումներ անել այս պահին բավականաչափ բարդ է։ Քանի դեռ աշխարհը եւ նաեւ դրանով պայմանավորված մեր տարածաշրջանը գտնվում է որոշակի անորոշության շրջափուլում, մենք չենք կարողանա ասել, թե ինչպիսի ուրեմն ընթացք կունենա կամ ինչպիսի հեռանկար կունենա TRIP նախագիծը։ Եվ ընդհանրապես բոլոր այն նախագծերը, որոնք նաև աշխարհում ներկա իրավիճակով պայմանավորված օրակարգ են եկել եւ շատ արագ կերպով փորձ է արում դրանք իրականացնել։ Այս պահին շատ կարևոր նախագիծն ընթանում է, որևէ էական, այսպես process չկա, գործընթաց չկա, որ կանխատեսենք, ասենք, որ ինչ որ փուլում այն կարող է ձախողվի։ Ձախողման հիմքեր հիմա չեք տեսնում։ Ես չեմ տեսնում։ Կարող եմ ասել խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել եւ այդ մասին ավելի գլոբալ խոսեցի, ավելի մասնավորեցնեմ։ Իրան Միացյալ Նահանգները հակամարտությունը շատ կարևոր է, թե ինչպիսի ընթացք ունենա եւ ինչպես կհանգուցալուծվի։ Հիմա ասել, որ մոտ է այս հակամարտության հանգուցալուծումը, ես բնականաբար նման կանխատեսում չեմ անի։ Բայց Իրան ԱՄՆ նաև ֆիքսենք վերսկսված պատերազմը, վերջերս պատերազմ դեռևս չի։ Ռազմական գործողություններ կարող են խոչընդոտել, որտեղ այն ամենը կողմից որը մեկը դեռևս չի հայտարարել ամբողջովին, որ ուրեմն հրաժարվում է հրադադարի համաձայնագրից եւ Իսլամաբադի հուշագրից։ Բայց հարվածներ եղան։ Այո, ասում են, որ պարտականությունները չեն կատարում, բայց ուրեմն ես վերջում շատ հետաքրքիր նմանություն տեսա, ուրեմն 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթե, երբ որ կետերից որևէ մեկը չէր պահում, բայց կողմից որևէ մեկն էլ չէր հայտարարում, որ հրաժարվում է, այո։ Այսինքն դուք ռազմական բռնկումը կարող է խոչընդոտել TRIP-ի իրագործումը։ Հակամարտության շարունակականությունը։ Այսինքն ինքը կարող է Դուք դա խոչընդոտ կորակեք, հա։ Գիտեք ինչ, այս պահի դրությամբ տեսեք, էական խոչընդոտ չկա, բայց քանի դեռ հակամարտությունը ինքը որոշակի հանգուցալուծման գոնե սցենար չունի, մենք չենք կարողանա կանխատեսել։ Դիցուք օրինակ ամենավատ սցենարն ասեմ, որը կարող է խոչընդոտել այս TRIP նախագծի իրականացումը։ Եթե Միացյալ Նահանգներ Իրան հակամարտությունը շարունակում է մնալ ռազմական հարթությունում,
այսինքն այս իրավիճակը անգամ շարունակվում է, տեսեք կողմերը որևէ պայմանավորություն չեն պահում եւ տևական ժամանակ իրար հարվածում են։ Իսկ իրանն էլ հարվածում են բոլոր այն երկրների տարածքներին, որտեղ կա Միացյալ Նահանգները, ասում են ռազմական ներկայություն։ Հիմա եթե լինի անհրաժեշտություն օրինակ թիրախավորել Հայաստանի տարածքը, շատ հանգիստ կարող են ասել, այդ տարածքում կա ամերիկյան ռազմական ներկայություն։ Թեև չկա։ Ինչու՞ է, իհարկե չկա եւ չէ կարող ունենալ, որովհետեւ շատ լավ Հայաստանում էլ հասկանում են Իրանի զգայունությունները։ Այդ որ ամեն անգամ ցանկացած իրանական կողմից անհանգստության դեպքում արձագանքներ են Հայաստանից լինում, այդ հո ձևական չի լինում, չէ՞, այսինքն բարձր որ Հայաստանն էլ դրել է իր պահանջները Միացյալ Նահանգների առջև, որպեսզի որևէ կերպ անվտանգային խնդիրներ կամ այլ խնդիրներ իրանական կողմի հետ չլինեն։ Մյուսը տեսեք շատ կարևոր մի հանգամանք եմ ուզում նշել, Իրանի ներսում ընթացող process-ները նկատելի է, որ այստեղ քաղաքական եւ ռազմական էլիտաների միջև կա որոշակի խզվածք։ Ռազմական էլիտաները նկատի ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը մեծ հաշվով ինքն է գետնի վրա վերահսկում իրավիճակը, Միացյալ Նահանգների հետ շարունակում հակամարտությունը եւ հենց կորպուսը եւ նրա ներկայացուցիչներն են մեծ հաշվով որոշում ընդհանրապես այս հակամարտության ընթացքը եւ շատ հաճախ օրինակ քաղաքական ղեկավարության մոտեցումներն ու կորպուսի ներկայացուցիչների մոտեցումները իրար չեն համապատասխանում։ Իսկ մենք այստեղ ունենք նաեւ խնդիր հասկանալու Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների կապերը հիմնականում ինչպես եւ կարգն է, հա, իրանցի համապատասխան մակարդակի գործընկերների քաղաքական ղեկավարների հետ, այստեղ պետք է հետեւաբար կոմունիկացիան ապահովի նաեւ ուրեմն ռազմական ուրեմն թեւի ներկայացուցիչների այո, այս ասում եմ մի հատ պատճառ, որ ինչի պատճառով կարող է խոչընդոտվել, բայց այս պահի եղած իրավիճակը թույլ է տալիս, որպեսզի նախագիծը պլանավորված ընթացքով, ինչպես որ ներկայում կա, այդպես ընթանա։ Իհարկե պետք է Ռուսաստան դիրքորոշումը եւս հաշվի առնել որոշակի այստեղ եկեք հարց ուղղորդենք, հա, ռուսական կողմի հետ կապված մի քանի հայտարարություններ կան պաշտոնական, որ եթե Ռուսաստանը մասնակցի օգտակար կլինի, դուք հարկադրված եք լինելու Ռուսաստանի հետ հարաբերվել, քանի որ այնտեղ կան ռուս սահմանապահներ, քանի որ դուք ԵՏՄ անդամ եք, քանի որ Հայաստանի երկաթուղային ցանցը ռուսական կառավարման ներքո է գտնվում, եկեք վերջի հարցից սկսենք, հետո անհրաժեշտության պարագայում նաև այն մյուս կոմպոնենտներին անդրադառնանք։ Հայաստանի կառավարությունը, ես ոնց հասկացել եմ, մտադիր է այս հարցին որևէ լուծում տալ, այսինքն չհաշտվել այն վիճակի հետ, որ մեր երկաթուղային ցանցը լինելու է ոչ մրցունակ իրավիճակում։ Կամ ճակատումային տրամաբանությամբ է, եթե չեք կատարում ձեր ներդրումային պարտավորությունները, մենք այն վերցնում ենք եւ վերակառուցում ենք Ղազախստանի կամ այլ միջոցներով, կամ, չգիտեմ, որևէ լուծում, ասենք, իրավիճակը նույնությամբ մնում է, ուղղակի Հայաստանի Հանրապետությունը վերականգնում է, բայց դա էլ ստացվում է, որ Ռուսաստանի կատարելիք ներդրումները կատարվում են Հայաստանի պետական բյուջեի հաշվին։ Այս հարցը ինչ լուծում կարող է ստանալ ձեր կարծիքով։ Տեսեք, ելի ես առաջարկում չշտապել, որտեղ պետք է բոլոր լուծումներն ու որոշումները պետք է կայացվեն հնդածս։ Ինչու եմ այդպես, որտեղ մենք այս պահին գործ չունենք, չենք գտնվում այնպիսի աշխարհում, որտեղ process-ներն ընթանում են գծային տրամաբանությամբ եւ դրա ազդեցությամբ նաեւ մեր տարածաշրջանում։ Օրինակ, սրանց 3 տարի առաջ, օրինակ 4 տարի առաջ պատկերացնենք, որ կարող էր ասենք այդպես իրավիճակ ստացել, ասենք ռուս սահմանապահները, ասենք օրինակ օդանավակայանում այլևս գործունեություն չծավալային Իրանի հետ սահմանում նրանց գործունեությունից սահմանափակվել եւ անցագեն այլևս եւ բազմաթիվ այլ նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանը եւս նրանց գործառույթները իրականորեն սահմանափակվել է։ Այսինքն այս ամեն ինչը ինքը ուղիղ կերպով կախված է, պայմանավորված է աշխարհում ընթացող process-ներով։ Եթե Ռուսաստանի հնարավորությունները այն աստիճանի թուլանան, որ նա այլևս չկարողանա ենթադրենք գոնե այս ներկայում ունեցած ներկայությունը պահպանելուն ունակ հնարավորություններ ունենալ, ինչի մասն է խոսքը, ինչ թրիպին խոչընդոտելու մասին է խոսքը լինելու։
Ընդ որում նաև նույնը Իրանի պարագայում, հա, եթե իրավիճակը այնպես լինի, որ իրենք չկարողանան անգամ իրենց երկրի ներսում էական խնդիրներ լուծել, ինչ նոր, ասենք, Միացյալ Նահանգների հետ հակամարտության նոր ուղղության բացելու մասին է խոսքը։ Այսինքն դուք չեք բացառում ռուս սահմանապանների հեռացումը Իրանի հետ սահմանային գոտության։ Ընդհանրապես ոչինչ չեմ բացառում, որտեղ մենք չունենք ստատիկ իրավիճակ։ Ես ինքս փորձագետ լինելով, երբ որ օրինակ կանգնում են ասում են տարբեր գնահատական 2-3 տարի սրանից հետո եղած ուրեմն ժամանակային միջակայքում կանխատեսումներ են արվում։ Անհնար է նման կանխատեսումներ անելը։ Որտեղ մենք ունենք սրանից 1 տարի առաջով կմտածել, որ Ռուսաստանում կարող է այսպիսի լուրջ ուրեմն ներքաղաքական անգամ տնտեսական ճգնաժամ առաջանա։ Մենք այսօր շատ սահմանափակ է Ռուսաստանից գալիս տեղեկատվություն, բայց Ռուսաստանի ներսում բավականաչափ լուրջ խնդիրներ կան։ Բենզինի ուրեմն պակասի ընդհանրապես նաև դիզվառելիքի պակասի խնդրով պայմանավորված։ Ուկրաինայի ներսում շատ լուրջ խնդիրներ կան, մարդուժի հավաքագրման հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան։ Այսինքն process-ը քանի այս երկու հակամարտությունները չեն ավարտվել, որտեղ դրանցով է պայմանավորված, թե այն առանցքային դերակատարները, որոնք շահեր ունեն, օրինակ TRIP նախագծի հետ կապված, ինչպիսի կարողություններ կունենան, որպեսզի կարողանան իրենց շահերը առաջ մղել ուրեմն այս նախագծի հետ կապված։ Ռուսաստանը 2020 թվականին բոլոր իր հակառակորդ մրցակիցներին այսպես անտեսելով նրանցից առաջացնելով խնդիրը վերցրեց Արցախյան խնդիրը վերցրեց իր ուրեմն կառավարման ներքո ինչքան տևեց դա ինչքան տևեց դա 3 տարի այո 3 տարի որովհետև հետո չկարողացան դա պահպանել նույնը շատ դժվար է ասել իսկ Ռուսաստանում մենք տեսնում ենք լուրջ խնդիրներ կան կարող է գա ինչ-որ փուլ որ իրենք որոշեն որ ընդհանրապես նաև բազան են Հայաստանից իրենց բազան են անում, որտեղ իրենց պետք է, չգիտեմ, այդ ներուժը այլ տեղ կենտրոնացնել։ Սահմանապաններին պետք է տանեն, ենթադրեն Ուկրաինա պատերազմի մասնակից դարձնել։ Ոսոր հիմա շատ բարդ է ասել։ Մենք հիմա գոնե Հայաստանի պարագայում բոլոր քայլերը պետք է իրականացվեն կարճաժամկետ, լավագույն դեպքում միջնաժամկետ պլանավորմամբ։ Կարճաժամկետը ոչ էլ մի երկու, ընդհանրապես այս մինչև տարեվերջ ինչ քայլեր ենք իրականացնելու։ Դրանից հետո երբ որ այդ կարճաժամկետ 6 ամսվա պլանը ունենանք, ենթադրենք, ասենք իրավական մակարդակում բոլոր հարցերը փակվում են, հա, ասենք քաղաքական մակարդակում կարողանում ենք պայմանավորությունները պահել, խոչընդոտներ չունենալ։ Գետնի վրա արդեն սկսվում է տեխնիկական process-ը, հաշվարկների process-ը, հետո նաև իհարկե շինարարության պլանավորման process-ը։ Այդ ամբողջը պետք է արվի առանց երկար, ասենք 3-4 տարի ավել երկար ժամանակահատվածում կանխատեսելու ինչ-որ փորձ։ Թրամփի ուղուն խոչընդոտելու ռեսուրս չեք տեսնում այսպես Ռուսաստանի այդ խնդիրներով պայմանավորված։ Ոչ, ես երկու պատճառ կարող եմ ասել, որովհետև առաջինը Ռուսաստանը շատ խիստ այսօր ծանրաբեռնված է Ուկրաինայով, մեկ, երկրորդ նա չի ցանկանում Միացյալ Նահանգների հետ խնդիրներ ստեղծել։ Դա է պատճառը, որ իրենք փորձում են ավելի շատ այդ խնդիրները ուղղել եվրոպական ուղղությամբ կամ այդ խնդիրների պատասխանատու դարձնել ոչ թե իրենց, այլ իրանցիներին։ Դրա համար վերջին շրջանում եթե նկատել եք ռուսական կողմի ուղերձները, իրենք ավելի շատ ներկայացում են կամ հղում են անում իրանական կողմին, ասելով, որ եթե այստեղ այդ նախագիծը իրականացվում է, ապա պետք է միանշանակ իրանական կողմի մտահոգությունները եւս հաշվի առնվեն։ Այսինքն Ռուսաստանը ինչու է խոսում իրանական կողմի մտահոգությունների մասին, այն դեպքում, որ իրանական կողմը այդ երբեք չի ասում, որ Հայաստանը պետք է օրինակ կամ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է այդ նախագծի շուրջ պայմանավորվելիս հաշվի առնեն, որ ենթադրենք ռուս սահմանապահներն այդպես տեղ կանգնած կամ Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամ են։ Գնեք, դա միակ դեպքը չի, երբ որ ԵՄ դիտորդներն են գալիս, նույն Ռուսաստանը ասում է նրանք գալիս են լրտեսելու ոչ միայն մեզ, այլև Իրանի եւ Ադրբեջանի, այսինքն փորձում են Հայաստանի հարևաններին հանել մեր դեմ։ Իհարկե, իրենք փորձում են իրենց դիրքորոշումն առաջ մղելու համար գտնել գործընկերներ, դաշնակիցներ եւ միասնաբար այդ թեզերը, բայց տեսեք նույն ձեր բերած օրինակով, այդքան ջանքեր գործադրվեցին, բայց այդպես էլ չկարողացան կասել։ Եվ Իրանը երբեք թշնամական չդիմեց ի տարբերություն Ադրբեջանի։ Բացարձակ։ Այդ առումով այդ ժամանակահատվածում ավելի շատ
ուրեմն համընկնում էին Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերը եւ ուղերձներն էլ համանման։ Դրա համար եմ ասում, տեսեք, մենք ընդհանրապես դա 2022 թվականի վերջից տեղ ունեցավ այդ process-ները։ 4 տարվա ընթացքում ինչքան բան է փոխվել։ Որ էլ եմ ասում, միանշանակ ամենակարևոր բանը, որ պետք է հաշվի առնենք, աշխարհում եւ տարածաշրջանում իրավիճակն է։ Իսկ դա այս բանը թույլ չի տալիս երկարաժամկետ պլանավորումներ անել։ Իսկ կարճաժամկետ թույլ տալիս է պետք է շարժել բացառապես կարճաժամկետ պլանավորումներ։ Երկաթուղու մասը ինչ սպասել։ Երկաթուղու մասով էլ Ռուսաստանը բարձ է հարստական կերպով զգզգել է։ Այս պետք է հասկանալ, որ այս նախագիծը առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետությանը։ Հետևաբար այսպես ոչինչ չանել պայմանավորելով այս իրավիճակը Ռուսաստանի դիրքորոշման, կարծում եմ շատ սխալ է։ Պետք է միանշանակ կերպով, եթե կա հնարավորություն, իսկ եթե հնարավորությունները վստահաբար կան, որտեղ շատ փոքր տարածքի մասին մենք գործ ունենք, Հայաստանի կառավարությունը կարող է հանգիստ այդ ծրագրերն իրականացնել, վերանորոգումներն իրականացնել, մանավանդ որ կա Եվրոպական միության աջակցությունը եւս հետաքրքրությունը եւս այս մասին։ Վերանորոգում էլի թողնելով ռուսական։ Չէ, ոչ, ինչու հայկական կողմը պետք է իր միջոցներով դա իրականացնի։ Չէ, նկատի ունեմ դուք պնդում եք, որ Հայաստան պետք է Ռուսաստանից վերցնի։ Չէ, ես կարծում եմ, որ պետք չէ որևէ կերպ այս բանը ընդհանրապես կոնֆլիկտային միջավայր ձևավորելու անհրաժեշտություն։ Ամերիկացիները կամ եվրոպացիները կամ ադրբեջանցիներն ու թուրքերը կգնան Ռուսաստանի կառավարման ներքո գտնվող հայկական վերանորոգված երկաթուղով, չէ՞ որ եվրոպացիները կնախընտրեն։ Հիմա դուք նորից քաղաքականացնում եք։ Ոչ միայն քաղաքականացնում եք, այլ նաև խոսում եք մի քանի տարի հետո ուրեմն հնարավոր ձևավորված միջավայրի տրամաբանության մեջ։ Իսկ դա այդպես չէ։ Կարող է 3-4 տարի հետո Ռուսաստանը ընդհանրապես այստեղ երկաթուղային ցանցի տնօրինում չունեն, ինչ գիտենք։ Ինչ որ փուլում կարող է Հայաստանն համոզում է ընդհանրապես։ Ռուսաստանի հնարավորությունն այնքան թուլացած են լինում, որ Հայաստանը կարողանում է պայմանավորվել, վերցնել կամ ինչ որ կերպ, ինչ որ եղանակով փոխհատուցելով վերադարձնել իր կառավարման երկաթուղ։ Հայաստանը չանում, դա Միացյալ Նահանգներն է անում կամ մեկ այլ դերակատար է անում։ Եկեք չշարժվենք, հələ ինչքան ժամանակ կա, ինչքան բան կա անելու, մինչև նախագիծը վերջնականապես պատրաստ կլինի եւ արդեն խոսքը կգնա թե ով է դրա մասին կառավարելու։ Մենք դեռ չունենք գետնի վրա շինարարություն, դա կարող է 2-3 տարի դեռևս փոխել։ Իսկ ես ձեզ ասում եմ, ամեն շաբաթ, ամեն օր չեմ ասում, ամեն շաբաթ, ամեն ամիս աշխարհում իրավիճակ է փոխում։ Ռուսաստանը այս բան բավականաչափ բարդ իրավիճակում է։ Որևէ հստակ կանխատեսում չկա 3 ամիս հետո Ռուսաստանում ինչ է լինելու։ Օրինակ խոսակցություններ կան, որ խորհրդանական ընտրություններից հետո Ռուսաստանում սկսվել է ուրեմն ամբողջական զորակոչ։ Պատկերացնում եք դրա էֆեկտը ինչպիսին է Ռուսաստանի դեպքում շարունակվող այս էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Այնպես որ չպետք է երկարաժամկետ այսպես կանխատեսումներով այս բանին այդ Կիկոսի մահի տրամաբանության մեջ գործել եւ ոչինչ։ Հաստատ Կիկոսի մահության մեջ պետք չի ընկնել, բայց Ռուսաստանի այդ երկաթուղու թեման, այդ վեկտորը զարգացման այդ թեմայի դուք ո՞նց եք տեսնում, այսինքն Հայաստանը ինչ որ գումար վճարի կոնցեսիոն կառավարումը վերցնի եւ կառավարումը վաճառի օրինակ ղազախական կողմին, դուք այս պահին ես կարծում եմ որ այդ մասին չարժե խոսել։ Բայց որովհետեւ այդ խնդիր ոչ հրատապ չէ։ Այս պահին դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Այս պահին պետք է վերագործարկել երկաթգծերը։ Եթե Ռուսաստանը ես վստահ եմ, որ Ռուսաստանը այս պահին ռեսուրս չունի, որպեսզի դնի հայկական երկաթգիծ կառուցի կամ վերանորոգի։ Վստահ եմ, որ Ռուսաստանը ոչ մի ռեսուրս չի ունի։ Բայց չի ուզում ուրիշները դա անեն։ Դե հա, բայց դրա համար եմ ասում։ Բայց դա մեզ համար դա պետք է Հայաստանը անի։ Իրավիճակ չի, էլի։ Հայաստանը պետք է անի, այսինքն հիմա սպասենք Ռուսաստանին հասկանալը, որ նրանք որևէ ներդրում չեն անելու եւ գործը մնա, երբ որ ամեն րոպեն, ամեն օրը թանկ է, որպեսզի այս նախագիծը որ առաջ կայացնի։ Այսինքն Հայաստանը հիմա վերականգնի, հետո կոնցեսիոն միանշանակ։ Հիմա ինչ Հայաստանը հիմա կարող է ինքնուրույն անել կամ այնպիսի գործընկերների հետ անել, որոնց հետ հնարավոր է համագործակցություն, դա պետք է անել։ Հետագայում կարծում եմ, տեսեք, մենք էլի չգիտենք անգամ ուկրաինական
ռուս-ուկրաինական պատերազմից հետո ինչպեսի հանգուցալուծում է լինում։ Կարող է այնպեսի հանգուցալուծում լինում, որ թե Եվրոպական միությունը եւ թե Միացյալ Նահանգները ասում են, հա, մենք ընդունում ենք, թող ռուսական կոնցենսիայի տակ լինի երկաթգիծը, մեկը մի քանի տարով է ընդամենը։ Քանի դեռ այդ ամեն ինչը չգիտենք, ճիշտ չէ, հիմա օրինակ տեսեք, ինչ իմաստ կա այս պահին, երբ որ Ռուսաստանը բավականաչափ զգայուն շրջափուլում է, բավականաչափ այսպես ջղաձգված նյարդային հայկական կողմը բարձրացի այն հարցը, որտեղ շատ հանգիստ իրենք կարող են իրենց գործողություններով, իրենց քայլերով Հայաստանի համար այնպիսի խնդիրներ ստեղծել, որ Հայաստանը մոռանա թրեփի մասին, ընկնի այդ խնդիրների հետևից։ Նկատի ունեք, եթե կոնցեսիոն կառավարման հարցը բարձրացնի, հետադարձ հարվածներ կարող են լինել, հա։ Կարող են, օրինակ, օրակարգ բերվի Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս թողնելու հարցը, որը այս պահին գոնե Հայաստանի օրակարգում չէ, եւ մեզ համար խնդրահարույց է, քանի դեռ ենթադրենք մենք չենք կարողացել Եվրոպական միության հետ ուղիղ բաց սահման ունենալ Թուրքիայի միջոցով։ Քանի մենք մեր այլընտրանքները չունենք, չպետք է գնալ Ռուսաստանի հարաբերությունների սրման, Իրանի հետ հարաբերությունների ինչ որ բոլոր ուղղություններով պետք է կառավարել ուրեմն իրավիճակները։ Պետք է, եթե հնարավորություն կա, գրկրում, իսկ այդ հնարավորությունները հսկայական, այդ բաները, ծախսերը այդքան էլ մեծ չեն, որ Հայաստանի կառավարությունը չկարողանա թե Ադրբեջանի ուղղությամբ, թե Թուրքիայի ուղղությամբ երկաթգծերը վերանորոգել։ Դրան կարվի, հետո գուցե այնպես իրավիճակ լինի, որ ռուսական կողմը ինչ-որ կերպ հատուցի։ Այսինքն պետք է գնալ պլանավորել քայլերը, փուլ, ես կարծում որ դա է այս բանը, որտեղ ել եմ ասում, ամենասկզբունքային աշխարհում իրավիճակն է, որը մեկը չգիտի ինչպես է դա հանգուցալուծվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել էինք Արմեն Պետրոսյանին։